Տարվա այս ժամանակահատվածում շուկայում մեծ պահանջարկ ունեն հատկապես միրգն ու բանջարեղենը, որոնք ինչպես տեղական ծագման են, այնպես էլ դրսից ներկրված։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պտուղ բանջարեղենի առևտուրն իրականացվում է մի քանի եղանակով՝ տաղավարներում, փողոցներում, մեքենաների մեջ, թաղամասերում։ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանը խորհուրդ է տալիս գնումներ կատարել բացառապես տաղավարներից։ Կապանում, Գորիսում կատարվել են մի շարք աշխատանքներ, որպեսզի պտուղ բանջարեղենները վաճառեն ոչ թե փողոցում, այլ փակ միջավայրում։ Փակ միջավայրում, որպեսզի կարողանան ապահովել ոչ միայն փոշին, այլև ջերմային ռեժիմը, որպեսզի նրանք շուտ չփչանան, չնեղեն, իսկ այսօրվա ջերմային այսպիսի պայմաններում տաք ժամանակ նրանք ոչ միայն փոշոտված են լիքը խնդիրներով, այլև ջերմային ռեժիմը չապահովելով կլինեն նեղած վիճակում մեծ մասամբ, որը եւս վտանգով լի է։ Դրա համար մենք խորհուրդ ենք տալիս օգտվել միայն այդ փակ տարածքներից, որոնք ունեն նաև համապատասխան սարքավորումներ, ջերմային ռեժիմը ապահովող սարքավորումներ, այս բոլոր աշխատանքները հարգելի սպառողներ, հարգելի քաղաքացիներ, քաղաքապետարանների կողմից եւ Սննդամթերքի պետական ծառայության կողմից բոլորը նպատակողված է մեկ նպատակի, որպեսզի սպառողը օգտվի ճիշտ տարածքներից եւ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց տրված է հնարավորությունները վաճառք իրականացնելու, նման տարածքներից գնումը կատարելու ոչ թե պատահական վայրերից, մեքենաներից, չգիտես ինչու շենքերի տարածքներում։ Արթուր Խաչատրյանի խոսքով տեսչությունը բանակցություններ է վարում տեղականում մարզային իշխանությունների հետ պտուղ բանջարեղենի առևտրի համար նոր տարածքներ հատկացնելու եւ առուծախը առավել կազմակերպված ու անվտանգ դարձնելու նպատակով։ Մենք ներկայացնում ենք նաև քաղաքապետարանին համապատասխան առևտրի բաժնին, որպեսզի սա ներկայացված է բոլոր տարածքներում, այսինքն մարզն ամբողջությամբ, որպեսզի մենք կարողանանք նաև այսօրվա ներմուծվող բոլոր պտուղ բանջարեղենները, որոնք ներմուծվում են, քաղաքապետարանների կողմից տրվեն համապատասխան տարածքներ, այսինքն ստենց ասենք, ոչ միայն շուկայի տարածքը, այլ Գորիսի տարածաշրջան, Կապանի, Սիսիանի, Մեղրիկի տարածաշրջան, քաղաքը ընդգրկող համապատասխան վայրերում ստեղծվեն մինի շուկայական տարածքներ, այսինքն ստենց ասենք, այնպիսի տարածքներ, որ քաղաքացիները կարողանան օգտվել դրանից, ոչ թե եւ անվտանգությունը ապահովող տարածքներից։ Փորձը ցույց է տալիս, որ ամռան շոգին մեծ քանակությամբ ձմերուկ ու սեխ է վաճառվում, դրանք գնելու դեպքում պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք։ Արևի տակ կարող են նրանք հասունացնում են, բայց մյուս կողմից էլ փչացնում են, ստենց ասենք։ Ձմերուկը գնելով ինքը փակ վիճակում է, նույնի եւ սեխը դուք չեք իմանում ինչ վիճակում է գտնվում։ Եթե նա գտնվի ջերմային ռեժիմը ապահովող տնտեսվարող սուբյեկտում, նա այդ անվտանգությունը կլինի ապահովված։ Բայց եթե կլինի դրսում վաճառվող, դու չես իմանա քանի օրվա է։ Պլյուս նաև որ ինքը հասունանալով գերհասունանում է, թթվում եւ ինքը առաջացնում լիքը վտանգներ։ Գնելուց դու չես կարող իմանալ ինքը հասուն է թե չէ։ Նա կատարում են փորձանմուշ են անում, իրականացնում, ձեր անմիջապես սպառողի դիմաց իրականացնում է անվտանգ դանակներով իրականացում են փորձանմուշ, որից բարձրում է, նա այսինքն հասունացել է թե ոչ։ Ձմերուկի մեջ ներարկվող ագրոքիմիկատների քանակը վաճառակետերում ստուգելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ եւս աշխատանքներ են տարվում։ Ներկայացված է նաեւ պահանջը այսօրվա ես ձեզ ներկայացնեմ, որ այն ընթացքի մեջ է շատ շուտով հանրապետությունում, ինչպես նաեւ բոլոր մարզերում մասնագետների մոտ կլինի նաեւ համապատասխան հասանելի կլինի նաև դա, կունենանք համապատասխան սարքավորումներ, որոնց միջոցով կստուգվեն նաև սեխը, ինչպես նաև ձմերուկները, որոնք թույլ կտան իմանալ նիտրատների նորմայի սահմաններում գտնվելու քանակը։ Այսինքն խոսքը վերաբերում է այն պեստիցիդներին, որոնք օգտագործվել են նրանք արագ հասունացման համար, եթե կլինեն նորմայի սահմաններում, կթույլատրվի դրանց վաճառքը, եթե ոչ, ապա ոչ։ Դա արդեն ուղղորդված է, ներկայացված է վերադասին, վերադասն աշխատում է համապատասխան այդ սարքավորումների գնման համար, ունենալուց հետո մենք իրականացնենք նաև այդ աշխատանքները։ Քանի որ Հայաստանի բնակլիմայական պայմանները չեն համապատասխանում ձմերուկի լիարժեք հասունացմանը, մեծ է հավանականությունը, որ բոլոր արտադրողներն էլ քիմիկատներ են օգտագործում, ասում է Արթուր Խաչատրյանը։ Բնակլիմայական պայմանները այնպեսին չէ, որ մենք կարող ենք աճեցնել։ Մենք ունենում ենք, բայց շատ քիչ քանակությամբ, հիմնականում ներմուծում այլ մարզերից։ Իսկ Արարատյան, Արմավիրի, Արագածունդի մարզերում
Լոռու մարզում աճեցող բոլոր այդ մթերքները իրականացվում են միայն համապատասխան պեստիցիդների, պարարտանյութերի օգտագործմամբ։ Ինչևէ վաճառողը հակված է մինչև վերջ վաճառելու իր արտադրանքը, այստեղ սպառողը պետք է ուշադիր լինի եւ գնի առողջն ու լավը։ Ի տարբերություն տարածաշրջանում գտնվող այլ ճամբարների, Կապանի համար 3 կրթահամալիրին պատկանող ճամբարը ոչ մի տարի պարապուրդի չի մատնվել, այն մշտապես գործել է 3 ամիս շարունակ իր հարկի տակ առնելով կրթահամալիրի սաներին։ Ճամբարը աշխատում է շուրջօրյա ռեժիմով, նախապես հաստատված գրապորակարգով։ Ճամբարը երեխաների համար փորձում ենք դարձնել առավել հետաքրքիր, կազմակերպում ենք միջոցառումներ, էքսկուրսիաներ, սպորտային խաղեր, մրցույթներ երեխայի ֆիզիկական առողջությունը ամրապնդելու նպատակով, հանգստանում են թվով 38 աշակերտ, ճաշացանկը համալրված է մրգերով, բանջարեղենով, կաթնամթերք, մսամթերք, փորձում ենք երեխաների օրը շատ ավելի հետաքրքիր դարձնել ճամբարում։ Ցավով պետք է նշենք, որ ճամբարն այս տարի հովանավոր չունի եւ գործում է դպրոցի խնայողություններով, բայց չնայած դրան երեխաներն ապահովված են եւ սնունդով եւ մրգով, այն ամենով, ինչ անհրաժեշտ է ճամբարային առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար։ Աշխատում է հաստատության միջոցների եւ խնայողությունների շնորհիվ, այսօր մենք չունենք հովանավորներ, թեպետ դիմել ենք տարբեր կառույցների, ակնկալելով բարերարների աջակցությունը, առայժմ որևէ դրական արձագանք մենք որպես այդպեսին չունենք, սպասում ենք մեր բարերարների արձագանքին։ Նաև վերանորոգման կարիք ունի ճամբարը, ինչը մեծ գումարներ է պահանջում, ասում է Մարինե Ղազարյանը։ Ճամբարն ունի բավականին խնդիրներ, վերանորոգման ենթակա է ընդհանուր ճամբարային մասնաշենքը, կահույքի համալրման խնդիր ունենք ննջասենյակներում, խաղահրապարակում, դահլիճում, ճաշարանում, հուսանք, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կաջակցեն եւ ճամբարը կարգի կբերենք, որպեսզի հաջորդ ուսումնական տարին ավելի շատ աշակերտների սպասարկենք, որովհետեւ ցանկացողների թիվը շատ ավելի է, սակայն մեր հնարավորությունները սուղ են։ Մարինե Ղազարյանը շուրջ 4 ամիս է, ինչ նշանակվել է համար 3 կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար։ Այստեղ է տեղափոխվել Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի Կապանի մասնաճյուղից դպրոցի տնօրեն Ռիտա Դավթյանի վաստակած հանգստի գնալուց հետո։ Այնտեղ Մարինե Ղազարյանը ղեկավարում էր գնահատման խումբը, մասնագիտությամբ հոգեբան է եւ գիտի, թե ինչպես աշխատել հատուկ խնդիրներով երեխաների հետ։ Բոլոր երեխաները ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք եւ տարբեր խնդիրներ, կարողանում ենք երեխաների հոգեբանությունը հասկանալ, մոտենալ երեխաներին ըստ իրենց անհատական առանձնահատկությունների, յուրաքանչյուրին ցուցաբերել անհատական մոտեցում իր կարիքին համապատասխան։ Մանկավարժական 27 տարիներից 20-ը Մարինե Ղազարյանը նվիրել է հատուկ կրթությանն ու տարբեր խնդիրներով երեխաների խնամքին։ Այսօր էլ նա մարզի մանկավարժների շրջանում հիմք է դնում ներառական կրթությանը։ Աշխատելու եմ հիմնվելով դպրոցում ձևավորված բարի ավանդույթներին եւ փորձելու եմ յուրաքանչյուր նորն ու լավագույն փորձն ավելացնել դպրոցի պատմությանը, ասում է կրթարանի նորանշանակ ղեկավարը։